Ուրուգվայցի մի ծանոթ կին ունեմ, ազգությամբ բասկ է, գրող մանկավար, զբաղվում է հիմնականում հաշմանդամ երեխաներով, զբաղվում է նաև հայ մշակույթով։ Մի անգամ հարցրեցի, իսկ ով է եղել առաջին հայը, ում հանդիպել եք, պատմեց։ Ասեց Ուրուգվայի մի փոքրիկ քաղաքում էինք ապրում, պապիկս պիտի գնար մայրաքաղաք Մոնտեվիդեո, 6-7 տարեկան էի, ինձ էլ հետը վերցրեց, ասում է քաղաքում զբոսնելու ժամանակ, երբ հասանք հրապարակում մի ծեր լուսանկարիչ կար, պապիկս մոտեցավ և սկսեց հետը զրուցել, ասում է մի պահ մտածեցի, որ հավանաբար մեր հայրենակիցն է, բասկ, զրույցը տևեց նրանց մոտարապես ժամ ու կես, ասում է արդեն ձանձրացել էի, նրանց շուրջը պտտվում էի, ձանձրույթից չգիտեի ինչ անեի, բայց անընդհատ մի անծանոթ բառ էի լսում, խենոսիդիո, ասում է ժամ ու կեսից հետո զրույցը վերջացավ, պապիկս մտքերի մեջ թաղված ձեռքս բռնեց ու շարունակեցինք մեր ճանապարհը, ճանապարհին հարցրեցի, պապիկ ով էր այդ մարդը, պապիկն ասաց, հայ էր այդ մարդը, ասում է դա առաջին հայն էր, ում ես հանդիպեցի իմ կյանքում, իդեպ, հետո ավելացրեց, դրանից մոտ 1-2 տարի անց Ուրուգվայի խորհրդարանը ճանաչեց հայկական ցեղասպանությունը։